բժիշկը պարտավոր է, ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ինձ տեղեկացնելու, ինչպիսի առողջական խնդիրներ ունեմ ես, ինչպիսի բժշկական լուծումներ պետք է ես ստանամ եւ այդ բժշկական լուծումները ստանալու ընթացքում ինչպիսի ռիսկեր կարող եմ վրա հասնել։ Կա օրենսդրորեն այդպիսի պահանջ, որ բժշկական գաղտնիքը ենթակա չէ հրապարակման դեպքում ենթադրվում է քրեական պատասխանատվություն։ Իրականում բժիշկները բավականին շատ պաշտպանվելու մեխանիզմներ ունեն, որոնց գործիքակազմի կիրառման պարագայում նյութական վնասներ էլ չեն կրի։ Լինում է գալիս են ասում են ինձ մատուցել են ոչ թե այս ծառայությունը, այլ այսինչ ծառայությունը։ Դե գնա ապացուցի, եթե իր ստորագրությունը որևէ փաստաթղթում չկա։ Յուրաքանչյուր տեսակի ծառայության համար առողջապահական ոլորտում պետք է առանձին տեսակի լիցենզիա ստանաս։ Ինչ խնդիրներ են հիմնական դատական պրակտիկայում առաջանում այս մասով, չունեն որևէ փաստաթուղթ։ Մեր առողջապահական ոլորտի խնդիրների մեծ մասը գալիս է հենց օրենսդրական կարգավորումներից։ Ողջույն Իրմա, այսօր մենք խոսելու ենք առողջապահական իրավունքից, պացիենտներն ինչ իրավունքներ ունեն, ինչ պարտականություններ ունեն, ինչպես նաև բժիշկները ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն։ Խնդրում եմ ինձ կասես, թե պացիենտները ինչ իրավունքներ ունեն։ Ողջույն Նարեշ, շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում պացիենտները բավականին մեծ ծավալ իրավունքներ ունեն, որի մասին շատ հաճախ տեղեկացված չեն լինում։ Եվ այդ իրավունքները սկսում են տեղեկացված լինելու իրավունքից եւ ընդհանուր մինչեւ կոնկրետ բժշկի մոտ ծառայություն ստանալու, ծառայությունից հրաժարվելու, կրկնակի որոշակի կարծիք ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն ուրեմն պացիենտները եւ ամենակարևորը, որը կարող եմ ասել, դա տեղեկացված համաձայնության իրավունքն է, որի մասին կարծում եմ կարելի է առանձին խոսել, որովհետեւ սա երկու ստեկ երաշխիք է եւ պացիենտի եւ բժշկի համար։ Եվ ըստ էության դա իրենց ենթադրում է համապատասխան փաստաթղթավորման իրավունք, համապատասխան բուժհաստատությունում պատշաճ մոտեցման իրավունք, իր իրավունքները եւ իր անունն ու բարի համբավը հարգելու իրավունք, պացիենտին հարգելու իրավունք, այսինքն այս բոլորը պացիենտի իրավունքներն են։ Համաձայնեցված իրավունք, այսինքն պացիենտը տալիս է իր համաձայնությունը որոշակի բժշկական սպասարկումից օգտվելու համար։ Այո, տեղեկացված համաձայնությունը հիմա արդեն մեր նոր օրենսդրության համատեքստում ունի առանձին կարգավորում օրենքում եւ դա միջազգայինորեն ճանաչված ոչ թե իրավունք է, այլ սկզբունք է, համընդհանուր ճանաչված սկզբունք է, ինչ է սա ենթադրում։ Տեղեկացված համաձայնությունն իրենից ենթադրում է, որ երբ անձը դիմում է բուժհաստատություն, կոնկրետ բժշկի կամ բուժհաստատություն, վերջինս իրավունք ունի տեղեկանալու իր խնդրի մասին։ Օրինակ, ես դիմում եմ SSSS գանգատներով, ինձ բժիշկը ասում է դու պետք է անցնես հետևյալ հետազոտությունները։ Հետազոտությունները անցնելուց հետո բժիշկը պարտավոր է, ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ինձ տեղեկացնելու, ինչպիսի առողջական խնդիրներ ունեմ ես, ինչպիսի բժշկական լուծումներ պետք է ես ստանամ եւ այդ բժշկական լուծումները ստանալու ընթացքում ինչպիսի ռիսկեր կարող եմ վրա հասնել, ընդհանուր մինչեւ մահ։ Եվ այդ ամբողջական տեղեկատվությունը պետք է մանրամասն ինձ ներկայացվի ոչ միայն բանավոր, այլ նաեւ գրավոր տարբերակով, ինչը մեր իրականությունում շատ հաճախ բացակայում է։ Համապատասխան տեղեկատվության ստացումից հետո միայն ես կարող եմ որոշել ես ցանկանում եմ այս կամ այն բժշկական ծառայությունը կամ միջամտությունը ստանալ, թե չեմ ցանկանում։ Եվ սա այս սկզբունքի պահպանումը երաշխիք է իմ համար, որպեսզի ես իմանամ բժշկական ծառայությունը ստանալուց հետո կարող է վրա հասնել մահ, ես այդ ռիսկը ընդունում եմ կամ չեմ ընդունում, եւ նույնը բժշկի համար երաշխիք է, որ ես պարզաբանել եմ, որ այս բացասական հետևանքները կարող են վրա հասնել, պացիենտը տեղեկացված է եղել եւ ինքը այդ ռիսկը ընդունել է։ Եվ այդ պարագայում չեն լինի այն աղմկահարույց գործերի մի մեծ զանգված, որը այսօր մենք շատ հաճախ ունենում եւ տեսնում ենք։ Իսկ համաձայնությունը, եթե
չափահասը արդեն անձը ինքն է տալիս համաձայնությունը, անչափահասի դեպքում ծնողներն են տալիս համաձայնությունը։ Չափահասի դեպքում ինքն է տալիս որոշակի վերապահումներով, օրինակ եթե անգիտակից վիճակում է գտնվում կամ տեսնում ես, որ այդ պայդրությամբ անձի հոգեհուզական վիճակը այնպիսին է, որ վերջինս չի կարող ողջամիտ որոշում ներկայացնել, իր փոխարեն համաձայնություն կարող է տալ իր կոնտակտ անձը, այսինքն այն անձը, որը բժշկական փաստաթղթերում հիշատակվում է որպես կոնտակտ անձ, կամ էլ օրինական ներկայացուցիչը արդեն ելնելով օրենսդրական կարգավորումներից, եթե այս անձին քել բացակայում են, այսինքն չունենք կոնտակտ անձ, չունենք տեղեկատվություն օրինական ներկայացուցիչի մասին, որոշում է կայացնում կամ կոնսիլիումը, այսինքն բժշկական հանձնաժողովը, իսկ եթե այդ պահին կրիտիկական վիճակը չենք կարող ապահովել կոնսիլիում, արդեն որոշումը կայացնում է բուժող բժիշկը։ Անչափահասների դեպքում նույն տրամաբանությունը գործում է, ուղղակի անչափահասի պարագայում արդեն սկզբնական որոշում կայացվում է օրինական ներկայացուցիչի կողմից։ Համաձայնագիրը որ տալիս է, այսինքն համաձայնությունը որ տալիս է, կարող ենք ասել, որ դա նաև բժշկական գաղտնիք է։ Տեղեկությունը տրամադրում է բժշկը պարտավոր, իսկ բժշկական գաղտնիքը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ միայն բժիշկը պետք է իմանա տվյալ հիվանդության մասին, թե նաև մնացած բուժաշխատողները։ Այսպիսի մի տարանջատ ունեցնենք, երբ որ մենք դիմում ենք բժշկական հաստատությանը, մենք տալիս ենք համաձայնությունը, որպեսզի այդ տեղեկատվությունը հասանելի լինի բժշկական հաստատությանը, որովհետև բուժծառայությունը բժշկական ոլորտի որոշակի ծառայությունների մատուցումը իրենց ենթադրում է ոչ թե մեկ բժշկի ներգրավվածություն, այլ շատ հաճախ կարող է ենթադրել օրինակ թերապևտից ուղեգրեն մեկ այլ բժշկի, հետո լաբորատոր հետազոտություններ եւ այլն, այսինքն հասանելիությունը տրվում է բուժ հաստատությանը։ Բնականաբար բուժ հաստատություններ իր աշխատանքային պայմանագրով համապատասխան կարգավորումներ է նախատեսում, ցանկալի է որպեսի նախատեսի իր աշխատակիցների հետ բժշկական գաղտնիքի չհրապարակման մասով։ Անգամ եթե չեն կարգավորում, կա օրենսդրորեն այդպիսի պահանջ, որ բժշկական գաղտնիքը ենթակա չէ հրապարակման դեպքում ենթադրվում է քրեական պատասխանատվություն։ Ըստ էության եւ բժշկական գաղտնիք բնականաբար մենք ի նկատի չունենք, օրինակ անձի ինչ որ անձնական տեղեկատվություն, դա կոնկրետ բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվությունն է, բայց բնականաբար սրանից էլ կան որոշակի վերապահումներ հրապարակման մասով։ Այսինքն եթե պատասխանատվության հարց է առաջանում, այստեղ բժշկական հաստատությունն է այդ պատասխանատվությունը կրում, որպես սա իրավաբանական անձ ինքը պատասխանատվություն է կրում։ Ես դիմել եմ բժշկին, սակայն իրավիճակները կարող են տարբեր լինել, օրինակ քրեական պատասխանատվության տեսանկյունից, եթե տեղեկատվությունը տարածվել է հենց բուժհաստատության անունից բուժհաստատության կողմից, պատասխանատվության ենթակա է բուժհաստատությունը, բայց եթե օրինակ անհատ բժիշկն է դա հրապարակել, օրինակ հանդես է եկել ոչ թե այդ բուժհաստատության ներկայացուցիչ եւ խոսել է բուժհաստատության անունից, այլ պարզապես իր անունից է հանդես եկել տեղեկատվությունը հրապարակելուց, այս պարագայում արդեն բնականաբար պատասխանատվության ենթակա է լինելու հենց բժիշկը։ Այս դեպքում արդեն շատ կարևոր է ապացույցներով, թե ում միջոցով կամ ում կողմից է այդ տեղեկատվությունը, այսպես ասած, տարածվել։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք նմանատիպ իրավիճակները, երբ որ օրինակ առաջանում է հիվանդության արդյունքում տեղի ունենում որոշակի բացասական հետևանքներ, ընդհուպ մինչև մահ, դրանք բժշկի սխալ հետազոտության կամ բուժման արդյունքում են, թե այլ ինչ խնդիրներ կարող են նմանատիպ դեպքերում առաջանալ։ Ես ձեզ ասեմ, խնդիրները շատ տարբեր աղբյուրներ են ունենում, օրինակ լինում է, որ առաջանում է պացիենտի մահ, եւ նմանատիպ դեպքերը բավականին մեծ են կարող եմ ասել, երբ որ ունենում են որոշակի կլինիկական ախտորոշումներ, ունենում են քրոնիկ հիվանդություններ կամ ինչ որ նախկինում ունեցած են եղել որոշակի այլ տեսակի հիվանդություններ, որոնց մասին չեն հայտնում բժշկին։ Այստեղ վերադառնալով նաեւ բժշկական գաղտնիք ասվածին, շատ կարեւոր է, այ մենք հիմա ունենք Արմեդ համակարգը, այդ համակարգում ամբողջական Արմեդ համակարգը դա առողջապահական համակարգի ուրեմն էլեկտրոնային համակարգն է, որտեղ մեզանից յուրաքանչյուրը ունի էլեկտրոնային հասանելիություն, էլեկտրոնային անձնական հաշիվ։
շատ կարևոր է, որպեսզի ցանկացած տեղեկատվություն, որը որ ստացվում է մեր վերաբերյալ, պրոֆիլակտիկ դիմել եմ իմ պոլիկլինիկայի թերապևտին, որպեսզի գնամ անցնեմ պրոֆիլակտիկ մի քանի հետազոտություն։ Այդ ամբողջական տեղեկատվությունը պետք է ներառվի Արմեդ համակարգում։ Դա պարտականություն է, որը ներկայումս ունեն բուժ հաստատությունները, բայց ցավոք սրտի երբեմն բախվում ենք իրավիճակների, երբ որոշակի տեղեկատվություն տեղ չի գտնում այս համակարգում։ Հիմա սա աղբյուրներից մեկն է, երբ բժիշկը կարող է պացիենտի վերաբերյալ, պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել, ստանալ։ Մյուս աղբյուրը դա հենց պացիենտն է։ Երբ որ բժիշկը ընդունում է պացիենտին, վերջինս իմանալով, որ օրինակ որոշակի քրոնիկական հիվանդություններ կամ այլ տարած հիվանդություններ կամ ստացած վիրահատություններ կարող են ազդեցություն ունենալ առողջական վիճակի վրա, վերջինս պարտականություն ունի ստուգելու այդ տեղեկատվությունը եւ շատ ժամանակ լինում է պացիենտները ամաչում են կամ տեղեկատված չեն լինում կամ այդքան էլ կարևոր չեն համարում, բժշկին չեն հայտնում այդ տեղեկատվության մասին, որն էլ հանգեցնում է շատ վատ հետևանքների։ Սխալ բուժում ու սա իրավիճակներից մեկն է։ Իրավիճակներից մյուսն էլ լինում է, օրինակ ունեցել ենք բավականին շատ դեպքեր, երբ որ բավարար հետազոտություններ չեն իրականացվել նախքան բժշկական ծառայությունների մատուցումը, այսինքն պարտականություն են ունեցել պրոտոկոլով որոշակի հետազոտություններ իրականացնելու, մի մասը իրականացրել են, մի մասը չէ, եւ սա հանգեցրել է պացիենտի մահվան։ Բնականաբար այստեղ արդեն խնդիրը բժշկինն է, ոչ թե տեղեկացված համաձայնության կամ բժշկական գաղտնիքի տեսանկյունից, այլ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու տեսանկյունից ուրեմն խնդիր ենք բախվել։ Այսինքն պատասխանատվության ենթարկելու համար պետք է գտնեն այդ պատճառը հետևանքային կապը, թե ինչից է առաջացել ու տվյալ խնդրի դեպքում, ինչ հետևանքներ է ունեցել։ Այս դեպքում բժիշկները ինչ իրավունքներ ունեն, որ կարող են դրանից օգտվել, եթե առաջացել է նմանատիպ խնդիրներ։ Իրականում պետք է նշեմ, որ բժիշկները եւ բժշկական ոլորտի աշխատողները խոցելի են այս մասով, որովհետեւ նախ մեր հասարակությունում կա համբավի խնդիր եւ այդ համբավը վերականգնելու տեսանկյունից բավականին լուրջ աշխատանք է պետք տանել, որպեսզի հասարակությանը հետ համոզեն, այսպես ասած, հետ համոզեն, որ բժիշկը մեղավոր չէ։ Եվ շատ ժամանակ հենց այս իրավիճակից ելնելով բժիշկները փորձում են խուսափել հանրայնացումից, անգամ եթե իրենք գտնում են, որ իրենք մեղավորություն չունեն, դեպքի հետ կապված, իրենք փորձում են համաձայնության գալ, որոշակի փոխհատուցում վճարել, մենակ թե այդ հարցը չհանրայնացվի։ Իրականում բժիշկները բավականին շատ պաշտպանվելու մեխանիզմներ ունեն, որոնց գործիքակազմի կիրառման պարագայում նյութական վնասներ էլ չեն կրի։ Ես ունեցել եմ նման դեպք, երբ որ սկզբունքայնության հարց է եղել բժշկի համար, որպեսզի վերականգնի իր անունն ու բարի համբավը, որովհետև բավականին ոչ adekvat մոտեցում էր պացիենտի կողմից, դե բնականաբար հաստաբանական գաղտնիքով պայմանավորված չեմ կարող դեպքը տենց հանրայնացնել, բայց դեպքը վերաբերում էր երեխայի, ով մահացել էր եւ ով տարել էր բավականին լուրջ վիրահատություն, շատ լուրջ վիրահատություն էր տարել եւ վիրահատությունը անցել էր իդեալական։ Սենց անգամ եզրակացությունը փորձագետի որ տվել էին, գրած էր, որ կետ առ կետ միլիմետրի ճշգրտությամբ վիրահատություն է իրականացվել երեխային եւ նմանատիպ վիրահատություններ շատ քիչ են արվում Հայաստանում, անգամ իմ տեղեկություններով շատ վիրաբույժներ հրաժարվել են երեխային վիրահատել, իսկ երեխան կյանքի ու մահվան պայքարի առաջ էր կանգնած ու այսպես թե այնպես եթե չվիրահատվեր մահը անխուսափելի էր եւ ոնց որ փորձ էր կատարվել երեխային գոնե վիրահատության միջոցով օգնել իսկ երեխան այդ վիճակի հասել էր հենց ծնողի անփութության պատճառով, որը ինչպես հետագայում պարզվեց, որովհետև ծնողները անփույթ երեխայի հետ վարվել, ինչը արդեն իսկ հետո առաջ վիրահատություն պատճառը ինչի էր երեխային վիրահատություն անհրաժեշտ, երեխան ուներ առողջական խնդիր, քրոնիկ եւ ծնողը երեխային թափահարել էր, ինչը այդ քրոնիկ ֆիզիոլոգիական վիճակը
ավելի բարդացրել էր այնպես, որ երեխան արդեն ոտքերը չէր կարողանում շարժել, ձեռքերը չէր կարողանում շարժել, այսինքն սա նևրոլոգիական խնդիր էր։ Եվ դրա բուժման նպատակով ըստ էության արդեն միակ տարբերակը վիրահատությունն էր, ինչը բնականաբար երկարացնելու էր երեխայի կյանքը, բայց կյանքի որակի հետ կապված որևէ երաշխիք չէր տրվում։ Եվ երեխան բոլորովին ուրիշ պատճառով մահանում է, այս ամեն ինչի համատեքստում ծնողը փորձում է, այսպես ասած, փոքր բժշկից գումար կորզելու նպատակով, բոլոր հարթակներով խոսել, պատմել, որ այ բժշկի համար այդ թեման շատ ծանր թեմա էր, որովհետև ինքը շատ սրտացավ էր մոտենում իր գործին եւ ինչ արեց բժիշկը, ասեց ես հասկանում եմ, որ երեխայը մահացելու է, ես չեմ ուզում դրա վրա PR անեմ, հա, բայց իրավիճակը ու վերաբերմունքը մոտեցում բերում են նրան, որ ես ստիպված եմ պաշտպանել ինձ բոլոր հնարավոր հարթակներում։ Ես ստիպված պատիվ արժանապատվությունը վերականգնելու նպատակով զրպարտության հիմքով հայց ներկայացվեց։ Մայրը դիմել էր տեսչական մարմնով պարզվեց, որ որպես այդպիսին բժշկական խնդիր, հա, այսինքն հագեցվածության տեսանկյունից կամ մասնագիտացվածության տեսանկյունից բուժհաստատությունը չուներ եւ նաեւ դե քրեական գործ էր հարուցվել, քրեական գործով էլ արդարացման հիմքով քրեական վարույթը կարճվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցակազմը բացակայում էր, որովհետեւ արդեն այսցի եզրակացությունը տրվել էր, որ իդեալական վիրահատություն էր արվել եւ այստեղ պատճառահետևանքային կապը բացակայում էր։ Բժիշկների իրավունքներին վերադառնալիս, բժիշկները նախ ցանկացած ծառայություն մատուցելուց առաջ, անգամ եթե դա, չգիտեմ, մի ստանդարտ վիրահատություն է, ես կարծում եմ, որ փաստաբանական գործունեության տեսանկյունից էլ երբեք չես կարող երաշխավորես արդյունք անգամ ամենապրիմիտիվ գործով, գալիս են պարզ ամուսնալուծության գործով, հանգում ենք այնպիսի խնդիրների, որ էլ ասելու չի, այսինքն բժիշկը իր երաշխիքները իմանալու համար, ունենալու համար նախ եւ առաջ ցանկացած ծառայություն պետք է փաստաթղթավորի։ Ինքը փաստաթղթերով պետք է ունենա մատուցումը այս կոնկրետ ծառայությունը, որովհետև նաև խնդիրներ են առաջանում, լինում է գալիս են ասում են ինձ մատուցել են ոչ թե այս ծառայությունը, այլ այսինչ ծառայությունը։ Դե գնա ապացուցի, եթե իր ստորագրությունը որևէ փաստաթղթում չկա։ Դու ոնց ապացուցես, որ այդ մարդը տեղեկացված է եղել, որ իրան այս ծառայությունն է մատուցվում։ Ու նաև այդ համաձայնությունը տեղեկացված համաձայնության թերթիկը պարտադիր եւ մանրամասն գրած ինչ ռիսկեր կարող են վրա հասնել այդպես, այդ առաջին քայլով։ Երկրորդ քայլով, եթե վրա է հասնում ինչ-որ խնդիր, ոչ թե փորձել ծածկադմփոց անել, փորձել ինչ-որ ձև լրացնել, այլ պայքարել իրավունքների համար։ Եթե դու վստահ ես, որ դու որևէ խախտում չես արել քո մասնագիտական տեսանկյունից, գնա մինչև վերջ։ Հա, հանրայնացում տեղի կունենա, բայց հետագայում այդ նույն հարթակներով, հանրային եղանակով կմաքրես քո անունը եւ կասես ժողովուրդ ջան, ես որևէ խախտում չեմ արել։ Ես պատշաճ իմ ծառայությունները մատուցել եմ։ Իրականում դա իրավագիտակցության խնդիր է, նույնիսկ բժիշկների տեսանկյունից, եթե բժիշկները համարվում են բարձրակարգ մասնագիտություն ունեցող անձինք, միևնույն է նաև պետք է որ նրանք այդ իրավագիտակցության մակարդակը իրենց մոտ բարձր լինի, որ եթե խախտում է տեղի ունեցել, որը ենթադրյալ խախտում է տեղի ունեցել, կարողանան նմանատիպ դեպքերում դիմեն համապատասխան մասնագետների, փաստաբանների, իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ինչը որ Հայաստանում կարելի ասել եւս ցավոք այդպես չէ։ Միանշանակ շատ եմ բախվում, անգամ ես ինքս էլ, հա, սովորական պրոֆիլակտիկ ստուգում անցնելուց անգամ տեսնում եմ, որ նախ իրավաբաններից խուսափում են, վախենում են ինչ-որ, հա, շատ կազմակերպություններ անգամ չունեն իրավաբան, այդ էլ իմ կարծիքով ճիշտ չի, որովհետև անգամ եթե դու փոքրիկ մասնավոր առողջապահական կազմակերպություն ես, որը շատ սահմանափակ քանակությամբ անձանց ծառայություն սպասարկում մատուցում, դու պետք է քո երաշխիքներն ապահովես առնվազն ոչ թե մշտական իրավաբան ունենալու, այլ գոնե այդ պայմանագրերը նախնական գրագետ կազմելու տեսանկյունից հիմա մենք խնդիր ունենք բոլոր հաշվապահները պայմանագրեր են կազմում։ Ուզում եմ ասել, որ հաշվապահներն են ինչ-որ պայմանագիր կազմողները, հա, ես շատ եմ նկատել։ Դա, չգիտեմ, էլի ես չեմ ուզում արատավորեմ ինչ-որ ձև կամ ինչ-որ թիրախավորեմ, բայց
Հաշվապահը ինքը գործ ունի թվերի հետ, ինքը չի կարա օրենքը իմանա այնպես խորությամբ ու բոլոր ռիսկերի հաշվի առնելով տա ձեզ այնպիսի պայմանագիր, որը որ օրինակ կտա իրավաբանը, այն էլ առողջապահական ոլորտում, որտեղ նյուանսներն այնքան շատ են ու իհարկե այդ ստանդարտ պայմանագիրը միշտ ձեր համար խոցելի կետ է լինելու, որովհետև դուք ձեր երաշխիքները այդ պայմանագրով չեք ունենալու։ Նույնիսկ քրեական իրավունքի մասնագետը չի մտնում պայմանագրային հարաբերությունների մեջ, որովհետև դա տարբեր ոլորտներ է։ Ոնց որ բժիշկների դեպքում ատամնաբուժը սկսի մասնագիտանալ կամ աշխատել սրտի վիրահատության նմանատիպ գործերում, ինչը բավականին տարբեր է։ Շատ դեպքերում նաև բժշկական սխալը գալիս է այն տեղից, որ տվյալ հաստատությունը չի ստացել համապատասխան լիցենզիա ու չունի համապատասխան մասնագետներ, արդյոք նմանատիպ իրավիճակների դուք բախվել եք, ձեր հաճախորդները ունեցել են նմանատիպ խնդիրներ։ Ես նմանատիպ խնդիր չեմ ունեցել լիցենզիայի հետ կապված, անկեղծ կասեմ, այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ լիցենզիայի մեջ ներառված չէ նման ծառայությունների մատուցումը, այլ հենց լիցենզավորման կարգն է իմ կարծիքով ավելի մեծ խնդիր եւ առավել մեծ խնդիր է այն, թե ինչ ծառայություններ են ենթակա լիցենզավորման, որովհետև յուրաքանչյուր տեսակի ծառայության համար առողջապահական ոլորտում պետք է առանձին տեսակի լիցենզիա ստանաս։ Չկա այդպիսի մի ընդհանուր, օրինակ բժշկական հաստատություն լիցենզիա, որ դու ստանաս ու ցանկացած տեսակի ծառայություն մատուցես։ Ծննդատան հետ կապված ծառայությունները բոլորովին այլ են, էսթետիկ տեսակի վիրաբուժությունները բոլորովին այլ են։ Խնդիրը կարա առաջանա, եթե լիցենզիայի հետ լինի, զուտ նրանից, որ լիցենզիայի տեսակը եւ առողջապահական ծառայությունների տեսակները շատ կոնկրետ չեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերով եւ դրանք բարբերաբար չեն էլ թարմացվում, որովհետեւ օրինակ այն ժամանակ, երբ որ այդ որոշումը կայացվել է, մի շարք պլաստիկ վիրահատության տեսակներ օրինակ գոյություն չեն ունեցել։ Հիմա բարբերաբար թարմացվում է այնտեղ նոր տեսակներ են ի հայտ գալիս ու շատ ժամանակ անգամ էսթետիկ կենտրոնների հետ կապված էլ այդ խնդիրն ենք ունենում, որ լինում են էսթետիկ ծառայություններ, կոսմետոլոգիական ծառայություններ, որոնց մի մասը չի ներառվում բժշկականի մեջ, այսինքն ինքը չի համարվում բժշկական ու ինչ որ խնամք, գեղեցկություն։ Ինչ որ խնամքի հետ կապված, չգիտեմ, դեմքի հետ կապված ինչ որ ծառայություններ, որ իրանք չեն համարվում ըստ օրենքի կամ ըստ օրենքի մեկնաբանման, չեն համարվում էսթետիկ ծառայություն կամ չեն ներառվում լիցենզավորման դաշտում, սովորական վարսավիրանոցում կարողանում են նմանատիպ ծառայություններ մատուցել սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ ոչ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից համապատասխան բժշկական մասնագիտացում չունեցող մասնագետների կողմից, ովքեր շատ լուրջ վնասներ են հասցնում մարդկանց, բայց սրա ոնց որ խնդիրը գալիս է հենց լիցենզավորման կարգի խնդիրներից, որ ըստ էության չկա լիցենզավորման ընթացակարգ այս տեսակի ծառայության համար ու ով ուզի կարա այդ ծառայությունը մատուցի, անգամ ես կարամ հիմա ինչ որ մի տարածք վերցնեմ, ասեմ, որ չգիտեմ, էսթետիկ չեմ դնի անունը, կդնեմ գեղեցկության հետ կապված ինչ որ մի բան, մարդիկ կգան իմ մոտ, ես այդ ծառայությունը կմատուցեմ։ Բայց ես վերջերս մի հետաքրքիր բան եմ նկատել հասարակության մեջ, որ մարդիկ նույնիսկ երբ որ գնում են օրինակ կոսմետոլոգիական ծառայություններից օգտվեն, թեկուզ շրթունքների լիցք կամ դեմքի հետ կապված այլ լիցք, այդպես են ասում, նմանատիպ ծառայություններից օգտվելու համար պարտադիր հարցում են տվյալ անձը, որ իրականացնելու է, ինքը ունի համապատասխան բժշկական որակավորում, թե չունի։ Իսկ նախկինում շատերը դրան ուշադրություն չէին դարձրել, հիմա մի փոքր ավելի փոխվել է վերաբերմունքը նման ոլորտին։ Իրականում այո, կարող ենք արձանագրել, որ փոխվել է, որովհետև էդ էլ ասենք, որ եթե կազմակերպություն ունի լիցենզիա, պետքա հարցնելու կարիք չլինի, որովհետև տեսանելի դաշտում օրենսդրական պահանջ է, որ բժշկական կազմակերպությունը պետք է այդ լիցենզիան ցույց տա։ Այսինքն ես որ մտնում եմ էսթետիկ կենտրոն, ես պետքա տեսնեմ, որ այդ էսթետիկ կենտրոնը լիցենզիայով աշխատում, ես էլ իր լիցենզիայի համար այդ լիցենզիան այո
մենք համապատասխան on-line հարթակներով կարող ենք ստուգել ինքը գոյություն ունեցող լիցենզիա, գործող լիցենզիա, թե դադարեցված է, սա էլ կա։ Բայց վերցնենք օրինակ, չգիտեմ, դիոդային մազահեռացումը, հա, որ հիմա էլի ցանկացած գեղեցկության սրահում իրականացնում են, բայց դա էլ է լուրջ մասնագիտացում պահանջող, հա, այսինքն օրինակ որտեղ կարելի է դա անել, կարելի է այո, որ այրվածքներ են հասցնում տարբեր աստիճանների, չեն գնահատում մաշկի որակ, վիճակ, առողջական խնդիրներ, մաշկային խնդիրներ, իսկ դիոդը աշխատում է անմիջապես մաշկի հետ, այսինքն մաշկային խնդրի պարագայում շատ լուրջ վնաս կարա մարդու առողջությանը հասցնի, այսինքն արդյոք սա էլ էսթետիկ բժշկության մեջ չպետք է ներառված լինի, բայց ցանկացած սալոն, որ հիմա կամայական գեղեցկության սրահ մտնենք, դիոդե ապարատը դա դրած է լինելու։ Սա շատ լուրջ խնդիր է։ Այսինքն ու արդեն շատ մարդիկ նաև գնով երևի պայմանավորված չեմ կարող ասել, չեն դիմում լիցենզավորված կլինիկաների, որտեղ գովազ չլինի, օրինակ Անթերիսում բոլորը բժշկական կրթություն ունեցող մասնագետներ են եւ ցանկացած ծառայության մատուցում սկսվում է խորհրդատվությունից, այսինքն մինչեւ քո հետ չխոսի բժիշկը անկետա չլրացնի, քո առողջական վիճակի վերաբերյալ ինֆորմացիա չունենա, ինքը որևէ ծառայություն քեզ չի մատուցի, սկսած դիոդից վերջացած այն լուրջ խնամքի ուրեմն տեսակներից։ Սա է ճիշտ մոտեցումը, սա է գրագետ իրավական մոտեցումը, իսկ մնացածը արդեն դե իրավական խնդիրներ են։ Իրականում համաձայնության հետ կապված նույնիսկ մազահեռացման ծառայություններից օգտվելիս ես օգտվում եմ մի կլինիկայից, որտեղ որ առաջին հերթին, որ ես մուտք էի գործել կլինիկա, առաջին հերթին ինձ տվեցին նախ համաձայնություն, նաև մի շարք այլ հարցեր տվեցին, որից հետո նրանք ոնց որ իրենք որոշեցին արդյոք կարելի է ես նմանատիպ ծառայությունից օգտվեմ, թե չէ, ինչը ինձ համար ողջունելի է եւ դա առաջին բանն էր, ինչի համար ես մինչեւ օրս գնում եմ այդտեղ, որովհետեւ շատ նուրբ հարցեր էին տալիս, որի մասին ես ինքս չգիտեի, որ օրինակ, եթե ես կոպիտ ասած օգտագործում եմ վիտամիններ, հա, վիտամին D, կարող է դա, օրինակ, չգիտեմ, չազդի այդ ծառայություն արդյունքի վրա ու նմանատիպ այլ բաներ, ու նույնիսկ ոչ թե սա վերցնենք հենց վիտամինի, հա, խմել կամ չխմելու հետ, այլ թեկուզ առողջության հետ կապված, որ հնարավոր է տալիս ես դու այդ հարցերի պատասխանները դու տալիս ես, հնարավոր է որ քեզ չի կարելի առհասարակ օգտվել այդ ծառայությունից, ինչը կարծում եմ, որ պետք է նաև նմանատիպ մարդիկ ինձ նման սպառողները, հաճախորդներն իմանան, որ ցանկացած տեղ գնալիս առաջին հերթին պետք է իրենց համաձայնություն տան եւ կարողան այդ հարցերին պատասխանել ու վերջում, հա, համաձայնություն տան ու օգտվեն այդ ծառայությունից։ Միանշանակ, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ մենակ մեր հասարակություն չէ, աշխարհում ամբողջ աշխարհում հասարակությունը ունի կրթվածության տարբեր աստիճաններ։ Կամ մարդ, ով որ չունի այդքան ռեսուրս, օրինակ, կամ չի կարողանում ինտերնետ հասանելիությունից օգտվել այնպես, որպեսզի այդ տեղեկատվությունը ստանա, չգիտի, որ այս աշխարհում այդպիսի բաներ կան։ Մասնագետը, ով որ էսթետիկ ծառայություն է մատուցում, ինքը պետք է օժտված լինի գրագիտության ավելի բարձր մակարդակով, որովհետև ինքը դրա մասնագետն է, ու այստեղ ոչ թե ծառայություն ստացողի խնդիրն է գնալ հարց ու փորձ անել եւ այլն, ծառայություն մատուցողի խնդիրն է, նախ եւ առաջ ինքդ քեզ ապահովագրես, որ վաղը միսօր չգանաս այդ մաշկս վառել ես հիմա այս վառած մաշկից բուժման ծախսերը պետքա հոգաս։ Իրականում ունեն այդ իրավունքը, որ անեն։ Իհարկե։ Ուղղակի այստեղ դրա մասին խոսելուց պետք է ասենք, որ ինչ խնդիրներ են հիմնական դատական պրակտիկայում առաջանում այս մասով, չունեն որևէ փաստաթուղթ։ Վճարում եմ կանխիկ, չունեմ որևէ պայմանագիր, չունեմ որևէ հավաստում, որ ես այսօր այսին ժամին այս մարդու մոտ ծառայություն եմ ստացել։ Ինչ է գալիս վերջում, գալիս է վերջում են, որ ես ասում եմ ինքը ինձ մատուցել, ինքը գալիս ասում է, այս մարդուն առաջին անգամ եմ տեսնում։ Ու այդտեղ խնդիր ենք ունենում արդեն սպառողին պաշտպանելու տեսանկյունից։ Նույնիսկ տեսախցիկները տվյալ սենյակում տեղադրված չեն, որ կարողանաս գոնե տեսախցիկներով ապացուցես, որ տվյալ մարդ եկել է եւ այդ ծառայությունից օգտվել է։ Անկամ եթե տեղադրված են, դրանց պահպանման հիշողությունը առավելագույնը մի քանի օր է, եւ բացի դրանից էլ իրենց տիրապետման տակ է, իրենք կարող են իսկ պրակտիկայում 10 դեպքերից 9, երբ որ կամերայի վիդեո ես ուզում, ասում են
չի աշխատում տենց դեկորատիվ դրածա, որ իմանան, որ տեսահսկվում է տարածքը։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն բժիշկներին, ինչպես նաև պացիենտներին, ովքեր նմանատիպ իրավիճակում են գտնում եւ ուզում են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել մասնագետին։ Նախ եւ առաջ իմ հորդորն է առհասարակ թե բժիշկներին, թե պացիենտներին ցանկացած ծառայությունից օգտվելիս կամ մատուցելիս փաստաթղթ տավորել այդ գործընթացը։ Հիմա եթե ժամանակը ներում է ես մի օրինակ բերեմ, այն սահմռկեցուցիչ դեպք է, ես այդ բառը կօգտագործեմ այդ դեպքի վերաբերյալ, որովհետև մի աղջիկ դիմել է ստոմատոլոգիական կլինիկա ընդհանրապես մի ատամի խնդրով։ Բժիշկը համոզել է, թե չգիտեմ, չեմ հիշում հիմա ոնց է եղել, ասել է, արի իմպլանտ տեղադրենք, մի խոսքով մի $5,000, եթե չեմ սխալվում, իմպլանտ է տեղադրել։ Հետո այս աղջիկը մոտ սկսել են ինչ-որ խնդիրներ, լնդերն են ցավացել, ինչ-որ գլխացավա սկսել եւ այլն, ասել է դե երևի հələ իմպլանտները չեն նստել, դե պետք է հələ նստեն, տեղանեն, հարմարվեն եւ այլն, որ սա խնդիրները անցնի, մի քիչ էլ է սպասել, լնդերը ուռել են, կարմրել են, կապտել են, տենց տհաճություն է եղել ու ինչ որ մի պահի պատահաբար սնունդ օգտագործելուց ծակվել է լինդը, թարախը դուրս եկել, մի որոշ ժամանակով հանգստացել է։ Դիմել է իր ստոմատոլոգին, ատամնաբույժին, հարցրել է, որ սենց դեպք է եղել, ասել է, դե որ տենց էս անում, թեթևանում է ցավը, բեր տենց բարբերաբար փայտիկով լնդերը ծակի կանցնի։ Մի խոսքով, այս զուտ ատամնաբույժի պատկերացման մասին, էլի։ Անցել է մի որոշ ժամանակ, այստեղ ինչ-որ վերք է հայտնվել դնչի վրա, մտածել է բզուկը, բայց դե բզուկը քանի ամիս կարա մնա, ինչ-որ մի ժամանակ հետո սկսել է անդադար թարախոսել այդտեղից, դե արդեն ճարահատյալ դիմել է այլ մասնագետները ասել են, որ քանի որ թարախը այնքան ատամնաշարի տակ լցվելու հավաքված եղել, որ տեղ չի ունեցել էլ գնալու, կամ պետք է գնար ուղեղից, կամ պետք է ուրիշ ձև դուրս գար, բախտդ բերել է ուղեղից չի գնացել, դունչը ծակել է ոսկորը եւ այդտեղից արտահոսում է։ Մինչև այսօր այդ աղջիկը բուժվում է։ Ծախսել է առելի մեծ գումարներ բուժման վրա ու դեռ հայտնի չի ինչքան է տևելու այս բուժման process-ը, չեմ խոսում նրա մասին, որ քանի է ատամը ինքը կորցրել։ Բուժման ընթացքում ինչ է պարզվել։ Իմպլանտը երբ որ փորում են ատամը այդ իմպլանտը տեղադրելու համար, պետք է համապատասխան նյութ լցնեն ատամի մեջ։ Նյութի տեղը լցրած է բամբակ։ Ու այսպիսի բազմաթիվ խնդիրներ, երբ որ այդ խնդրով ի սկզբանե դիմել ենք տիկնոջը, ասում ենք ամբուլատոր քարտը տրամադրի, ամբուլատոր քարտը գոյություն չունի։ Որ կարողանայի գոնե այդ ձեռքից որ այո, դե քրեական գործի տեսանկյունից մենք ունենք որոշակի ապացույցները ներկայացված են, դա հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն եւ այլն, սրանով մենք արդեն իսկ կարողացել ենք հիմնավորել, որ այդ կնոջ կողմից մեծ ծառայություն մատուցվել է այդ ատամնաբուժական կենտրոնի կողմից, բայց կարա լինի հակառակ իրավիճակը, հա, եթե կողմնակի ապացույցներ չես ունենում քրեական գործով հիմնավորելու համար, երբեք չես կարողանա ապացուցես ու այդ առելի գումարները, որ դու քո առողջության բուժման նպատակով ծախսում ես ու այդ վնասը առելի, որ հասցվել է իր կողմից, դու երբեք չես կարողանա այդ պահանջի բավարարումը դատական եղանակով ստանաս։ Այստեղ ամենահետաքրքիրը գիտես որն էր ինձ համար, որ բժիշկը չի հասկացել, թե դա ինչ թարախ է, կոսմետոլոգն է հասկացել, որ դա ատամից է դուրս եկել այդ թարախը։ Այդ ամենազավեշտալին ու իրականում այս ոլորտն է, որ երևի թե ամենակարևոր ոլորտն է մարդու առողջությունը, կյանքը, բայց մեր հասարակությունը այդքան ուշադրություն չի դարձնում։ Եթե մի խնդիր է լինում, ասում են, դա ոչինչ, դե ծանոթ հիմնականում դե որ գնում են ծանոթով, չէ, բժիշկների մոտ, ասում են դե ծանոթ մարդ է, բայց չի ոնց որ խայտարակ անենք իրեն, մենք էլ հետը խայտարակ լինենք, բայց արդյունքում ոչ միայն խայտարակ չի լինում, այլ նաև իրենց իրավունքները կրկնակի խախտվում է։ Այո, իրականում
ես առողջապահական իրավունքի ոլորտը ուսումնասիրել եմ մագիստրոսական ծրագրի շրջանակներում, հենց այդ ուղղվածության մասնագետ եմ, եւ բնականաբար, երբ որ ուսումնասիրում էինք այդ ոլորտը, ուսումնասիրում էինք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ շատ փոքր մի օրենք ունենք, շատ նեղ կարգավորում ունեցող ու բազմաթիվ օրենսդրական բացեր ունեցող, մենք ուսումնասիրել ենք նաեւ միջազգային մի շարք օրենքներ, օտարերկրյա կարգավորումներ, շատ բացեր ունենք ու ես կարամ վստահաբար ասեմ, որ մեր առողջապահական ոլորտի խնդիրների մեծ մասը գալիս է հենց օրենսդրական կարգավորումների բացերից։ Լիցենզավորման նայեք լիցենզավորման համար ինչ փաստաթղթեր է պահանջվում, տարածքի սեփականության վկայական կամ վարձակալության վկայական հայտ։ Այսինքն ինչ բժշկական ծառայություններ են մատուցելու, ովքեր են այդ ծառայությունները մատուցելու, ունեն համապատասխան կրթություն չունեն, որակավորում ունեն թե չունեն, չկա։ Այսինքն խնդիրը տեխնիկական է, ունես տարածք ներկայացնում ես հայտ, ստանում ես լիցենզիա։ Սա իմ համար աբսուրդի ժանրից է, որովհետև մենք խոսում ենք ոչ թե, չգիտեմ, Սեփականության հետ կապված, օրինակ, չգիտես որ ոլորտում է կարելի նման անպատասխանատվություն դրսևորել, բայց առողջապահական ոլորտում դու պետքա բոլոր հնարավոր ռիսկերը կարողանաս վերահսկել։ Նույնը, օրինակ, վերահսկող ոլորտը, տեսչական մարմինը, բովանդակային վերահսկողություն իրանք չեն իրականացնում։ Լիազորությունների դաշտը այնպիսին է, որ իրանց լիազորությունները վերահսկել տեխնիկական մասը։ Օրինակ, գովազդ միացրին։ Պատշաճ գովազդ է, չափանիշներին համապատասխանում է թե չէ, կամ գնում են բժշկական հաստատություն, տեխնիկական հագեցվածությունն են, չգիտեմ, վիրահատարանում 3 պինցետ, 4 լանցետ ունեն թե չունեն, կամ օրինակ փաստաթղթեր կամ համապատասխան, թե չէ, ու ընդ որում փաստաթղթերը իրանք չեն նայում, որ չգիտեմ, բոլոր պացիենտների փաստաթղթերը լինեն կամ չլինեն, իրանք նայում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևաչափին համապատասխանումա, թե չէ, այսինքն տեխնիկապես, եթե դու դա ունես, ուրեմն վերջ, նորմալ է։ Սա խնդիր է նրա, որ մենք տեխնիկական աշխատանք ենք ստուգում, ոչ թե բովանդակային խնդիր, այսինքն մենք որակի վերահսկողություն չենք իրականացնում, մենք չենք նայում ով է մեզ ծառայություն մատուցում, այդ ծառայություն մատուցողը, հիմա ավելացրել են պահանջ բուժաշխատողներին հավատարմագրումների հետ կապված, որ ամեն տարի պետքա վերապատրաստումներ անցնեն եւ այլն, բայց ախր սա էլ է տեխնիկական, որովհետեւ բովանդակային առումով դու բժշկի գիտելիք չես ստուգում, չգիտեմ, օրինակ քաղծառայողները բարբերաբար ատեստավորում են անցնում, դե բժիշկը չանցնի ատեստավորում, դու իմանաս, օրինակ վիրահատություն ինքը կարողանալու է պատշաճան, ինքը այդ պատշաճ գիտելիքները ունի, թե այն, որ սովորել է, էդ է ու էդ։ Հետո ժամանակակից գիտությունը զարգանում է ու բոլորը պետք է արդեն պատրաստ լինեն, կան նաև այնպիսի ձևեր, որով դու բուժումը իրականացնում ես, պետք է համապատասխանի նաև ժամանակակից գիտությանը։ Իհարկե, բացի դրանից, օրինակ, այդ նույն Արմեդ համակարգը, որ ասում ենք, Արմեդ համակարգը իրականում շատ լավ պիտանի համակարգ է, որովհետև մեկը ես կարողանում եմ իմ առողջության վերաբերյալ ինֆորմացիա ստանալ, կամ չգիտեմ, էլի մի շարք այլ հարցեր, բայց երբ որ այդ համակարգը ներդնում են, չեն պատրաստում մարդկանց այդ համակարգից օգտվելու, ու դե բնականաբար բժիշկը, որ շատ մեծ դժվարությամբ է համակարգից օգտվում, իրան դա 1000 տարի պետք չի, բնականաբար չի կարողանալու այդ համակարգից օգտվել։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ խոսելով պացիենտ եւ բժիշկ իրավունքների պաշտպանության մասին, դե առաջնահերթ խնդիրը պետությանն է, որ կարողանա ստեղծել այնպիսի օրենսդրական բազա եւ այնպիսի վերահսկող մեխանիզմներ, լիցենզավորման կարգ, այնպիսի միջավայր, որպեսզի եւ պացիենտը եւ բժիշկը կարողանան իրենց պաշտպանված զգալ։ Որտեւ ես կրկնում եմ, որ ինչքան էլ պացիենտները շատ են եւ բացասական դեպքերը, վատ դեպքերը շատ են լինում, խոցելի խավը իմ կարծիքով բժիշկներն են, ովքեր ամեն դեպքում փորձում են հանրայնացումից զերծ մնան։ Եվ երկրորդ քայլով էլ արդեն պացիենտի բժշկի կողմից այդ բժիշկը պահանջի, որպեսզի իրեն լսեն,
որպեսզի մատուցի ամբողջական տեղեկատվությունը, պացիենտը իմանա, որ ինքը իրավունք ունի բժշկից պահանջելու իր ինֆորմացիան, ոչ թե սենց արագ-արագ հերթի մեջ իրան ինչ-որ մի երկու բան ասեն դե գնա խմի կանցնի, ինքն էլ գնա խմի, հետո վատանա, պարզվի, որ ալերգիկ ռեակցիա է տվել, այլ իմանա, որը ինչի համար է, պարզ բացատրվի, ստորագրի, որ ես տեղեկացա, այո, օքեյ եմ, ստանում եմ, գնում եմ։ Ու այդ ժամանակ մենք կունենանք երաշխավորված եւ ավելի առողջ, ավելի պաշտպանված հասարակություն։ Շնորհակալություն քեզ շատ Իրմա, իրականում սա այն ոլորտն է, որ պետք է բժիշկները եւ նաեւ քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց իրավունքների պաշտպանության համար։ Ես էլ եմ շնորհակալ, ինձ էլ շատ հետաքրքիր էր։ Նմանապես։